Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հանգուցյալը մարտի 1-ի գործի մեղադրյալ, դատախազությունը հայտարարություն է տարածել։ Խուզարկություն, ձերբակալություններ ու քրեական գործեր, իրավական ճնշումների նոր ալիք, ընտրությունից 2 օր առաջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահանջում են չեղյալ համարել ուժեղ Հայաստանի գրանցումը, դիմումն արդեն հանձնաժողովի սեղանին է։ Ով է առաջատար, ընտրությունից 2 օր առաջ Գելափը հրապարակել է հարցման արդյունքները։ Ժառանգություն, խնդիրների փաթեթներով, ինչ է սպասվում հաջորդ կառավարությանը։ 2017 թվականին մահացած ԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել մարտի 1-ի գործի վերաբերյալ։ Հետապնդումը հարուցել են պաշտոնեական կեղծիք կատարելու, ենթակա աշխատակիցների պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար։ Սադրիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենկավիթ վարչական շրջանում, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ մեքենան մխրճվել է ընդդիմության քարոզարշավի մասնակիցների բազմության մեջ։ Տեսանյութը հրապարակել է Իշխանություն լրատվականը։ Ըստ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանի ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի անդամներից մի քանիսը, բոլորին տեղափոխել են հիվանդանոց։ Մեքենան քշում է մեր քարոզարշավի մասնակիցների վրա, քաղաքացիներից մեկն էլ որ այդ պահին մեքենայից իջել էր եւ վերցրել էր մեր բուկլետը, տեսնելով այդ վերցրել էր մեր բուկլետը, տեսնելով այդ իր վիճակը, ոնց որ մեքենայից իջնում է, որ պաշտպանի մերոնց, հենց այս ամենաշատ մարմնական վնասվածքներ ստացան այդ մարդը եւ եւս մի քանիսը ում տեղափոխել ենք հիվանդանոց, աջակից ներկայացավ Նիկոլին Սատարող եւ Նիկոլին էլ համապատասխան Նիկոլին վայել կեցվածք դրսևորել։ Իսկ օրը սկսել է ձերբակալություններով եւ խուզարկություններով։ Ընտրությունից ընդամենը 1 օր առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել թե ընդդիմադիր գործիչները, թե լրատվամիջոցները։ Քննչական գործողություններ են տեղի ունեցել Արմատ մեդիայի գրասենյակում։ Ըստ քննչական կոմիտեի դրանք վերաբերում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափի փողերի լվացման վարույթի։ Արմատ մեդիայի լրագրողները պնդում են, որ արգրավել են իրենց հեռախոսները, ինչի պատճառով խաթարվել նաև աշխատանքային գործընթացը։ Այս հասցեում Արմատ մեդիայի խմբակցությունում ագրավել համակարգիչներ, կրիչներ եւ հեռախոսներ։ Այդ ինքով վերջել են բոլորի հեռախոսները, տարել են Արմատ մեդիայի Ներեցեք դուք Արմատ մեդիայի լրագրող եք, կպատմեք։ Հեռախոսներից զատ ինչ եք արգրավել։ Այստեղ դեռ շարունակվում են կարծես քննչական գործողությունները։ Կասեք, իսկ ինչ վարույթի շրջանակում եք այս գործողությունները իրականացնում։ Ինչու եք այս ճանապարհով դուրս գալիս այստեղից։ Հարգելիս, դուք ինձ հետ ես տոնով չեք կարող խոսել։ Այո, սահմանափակված է առավոտյան, այստեղ ենք ստացվել։ Եկեք հարվի գործընկերներ։ Աղավնի Սուքասյան Արմատ մեդիայի խմբագիր Աղավնի Սուքասյանի խոսքով խուզարկության ընթացքում իրավապահները խմբագրություն են բերել ինչ-որ կրիչ եւ այն միացրել համակարգչին։ Նրա պնդմամբ այդ ընթացքում ստուգել են նաեւ խմբագրության աշխատանքային տելեգրամ խումբը։
Արգրավել են Արմատ մեդիայի բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ 11 հեռախոս, նույն ասելով ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում Արմատ մեդիայի խմբագրությունում արգրավել համակարգիչներ, կրիչներ եւ հեռախոսներ։ Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները, տարել են Արմատ մեդիայի երկու այստեղ իմ եւ Նելի համակարգիչները, ասելով, որ ինքը այս հասցեումը հետեւապես ենթակա է արգրավման։ Պատուհանով գնում են կողքի սենյակ, իրենք չուզեցան այստեղով դուրս գան, որովհետև լրատվամիջոցներ կան, պատուհանով գնում են կողքի սենյակ, Արմատ մեդիան այստեղ է եւ կողքի սենյակում, այնտեղ խուզարկություններ իրականացնելու համար։ Այո, եւ ուշագրավը գիտեք որն էր, որ դատարանի որոշում էին ինձ ներկայացրել, որտեղ գրված էր, որ Արմատ մեդիայի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքներին մասնակցելու, նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները տեղի ունեցողը գնահատում են որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ եւ այն կապում են նախընտրական գործընթացների հետ։ Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Արմատ մեդիայում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է։ ABC մեդիայի հետ զրույցում ասել է Ուժեղ Հայաստան կուսակցության խոսնակը։ Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է։ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրայինի եթերում ընթացող բանավեճում պարտվեց եւ հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի դեմ ուղղված ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր։ Ընտրությունից ընդամենը 1 օր առաջ Հանրապետություն կուսակցությունը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով Ուժեղ Հայաստանի մասնակցությունն ընտրությանը դադարեցնելու համար։ Երեկ հեռուստաբանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչից ընդամենը ժամեր անց է Հանրապետություն կուսակցությունը հայտարարել, որ դիմելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, պահանջելով քննարկել Ուժեղ Հայաստան դաշինքի գրանցման հարցը։ ԿԸՀ-ն հարցը քննելու է այսօր ժամը 22-ին։ Պատահական համընկնում է սա, թե նախապես մշակված քաղաքական սցենար։ Իրավաբանների մի մասը համոզված է, խոսքը սովորական իրավական գործընթացի մասին չէ։ Նրանց գնահատմամբ ձևավորվում է մի վիճակ, որտեղ քրեական գործերը, ձերբակալություններն ու քաղաքական հայտարարությունները հայտնվում են մեկ շղթայի մեջ։ Թեման ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ Ընտրություններին նախորդող գլխավոր բանավեճին Նիկոլ Փաշինյանը գլխավոր եթերից պարզակնար կարեց իշխանամետ Արամ Սարգսյանին դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի գրանցումները չեղարկելու համար։ Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով։ Դուք կարող եք դիմել ԿՀ, որովհետեւ երբ որ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են, վախեցան ընտրությունները հաղթեն, պարտվեն, իրանց մրցակիցներին հանեն։ Դուք ինչի՞ չեք դիմում ԿՀ։ Պարոն Սիմոնյան, դուք ինչի՞ չեք, որովհետեւ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է։ Դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում դուք եւ դուք որ Ուժեղ Հայաստանի գրանցումը չեղարկեն։ Փաստաբաններն ահազանգում են, վարչապետը ուղղորդում է իրավապահ մարմիններից ցանկացած քայլ, իսկ այդ ճանապարհին օգտագործում է բոլոր միջոցները։ Ավելին, քայլերը նախապես են պլանավորված։ Շղարշ են ստեղծում, որ իբր կեղտիկներ, ընտրակեղտիկներ են տեղի ունենում եւ երևի թե հենց նպատակը բացի այն, որ հեղինակազրկելն է, բացի այն, որ շատ անձանց ձերբակալել, կալանավորել, մեկուսացնելն նաեւ վախի մթնոլորտ առաջացնել, նաեւ երևի թե հենց նպատակը կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով ինչ-որ քայլեր ձեռնարկելն է եւ դրա համար մենք երեք տեսանք, որ ուղիղ եթերում կարելի ասել պաստրվեց, որպեսզի այդ գործընթաց սկսվի։ Փաշինյանի հրահանգը երկար սպասեցնել չտվեց։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրառմամբ տեղեկացնում է հնարավոր գործընթացների մասին։ Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը եւ հակակոռուպցիոն կոմիտեի Ուժեղ Հայաստանի վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար արդյոք հիմք են դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։ Օրենքի սահմանումը հետևյալն է. Արկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել եւ թույլ տրված խախտումները կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա հարց.
Համարում եք, որ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները իրենց ամբողջականության մեջ ստեղծում են այս հիմքը։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ընդգծում է, եթե նույնիսկ գրանցումից զրկելու հիմնավորում է ներկայացվում ընտրակաշառքի հետ կապված, հակակոռուպցիոնի ներկայացրած նյութերը բավականաչափ չեն գրանցումից զրկելու համար։ Ցանկացած հարուցված վարույթ միայն վարույթ է, որը կարող է ցանկացած պահին կարճվել։ Այսինքն դրանք օրինական ուժի մեջ մտած գործեր չեն, դատական ակտեր չեն, որոնք հիմնավոր լինեն։ Հիմա հազարավոր վարույթներ են հարուցել։ Իսկ ինչ են եղել այդ վարույթների ճակատագրերը։ Ստացվում է այնպես, որ պետության ամբողջ ռեպրեսիվ մեքենան կիրառվում է մի ուղղությամբ՝ ընդդիմադիրներին լռեցնելու։ Իսկ այն դեպքերը, որոնք իսկապես արժանի են քննության, անուշադրության են մատնված։ Ես հիմա հասկանում եմ, որ իր վիճակը այնքան անմխիթար էր, որ իրենք հիմա նման հայտարարություններ են տարածում, որովհետև հասկանում են, որ այլևս իրենք ավարտված են։ Ես հակված եմ այս վարկածին։ Իրավաբանական ողջամիտ տրամաբանություն փնտրել այս ամենի մեջ նույնիսկ անիմաստ է, կարծում է իրավաբանը։ Ամիսներ շարունակ մին հանրայինի եթերում տեսել ենք նույն անձինք, որոնց անունները դուք տալիս եք, անընդհատ այս կետին, անընդհատ այս խնդրին անդրադարձել են, եւ կարծում եմ այս ցանկությունը վաղուց է եղել եւ մտադրված քայլեր արվել է, գուցե ընթացքում բան է փոխվել կամ չգիտեմ վերջի օրով ինչ որ ցայտնոտ է առաջացել, չգիտեմ, բայց այս ամենը արվում է նրա համար, որ մեկուսացնեն, որ հեղինակազրկեն, որտեվ զգում են, որ փողը երերում է կարծես թե իրենց ոտքերի տակ։ Ձերբակալությունների այս տեղատարափը անլուրջ եւ ապօրինի է, նշում են փաստաբանները։ Իսկ թե ինչու են իրավապահ մարմինները ընտրություններից ընդամենը օրեր առաջ հիշում տարբեր մարդկանց կալանավորելու մասին, պարզ է։ Ուզում են վախի մթնոլորտ ստեղծել։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրավապահների ուշադրության կենտրոնում այսօր նաև Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն է։ Քննչական կոմիտեն հայտնում է, թե Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ միասին նախապատրաստել է իշխանության յուրացում։ Այդ հիմքով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ իշխանության յուրացման նախապատրաստության հատկանիշներով։ Առայժմ քննչական կոմիտեն չի հրապարակել, թե կոնկրետ ինչ գործողություններ կամ փաստական տվյալներ են ընկած մեղադրանքի հիմքում։ Առավոտյան ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել նիստը կմեկնարկի ժամեր անց հակակոռուպցիոն դատարանում։ Ընդդիմությունն այս գործընթացները քաղաքական ենթատեքստում է դիտարկում։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները կապված են թե ընտրության, թե հետընտրական զարգացումներին նախապատրաստվելու հետ։ Իշխանությունը շատ պարզ ձևով ասել է, որ ինքը ամեն ինչ անելու վերարտադրությունը ապահովելու համար կլինեն դրանք ճնշումներ, բռնություններ, կալանավորումներ, դա իրեն առհասարակ որևէ ձևով չի հետաքրքրում։ Իր համար կա նպատակ եւ ինչպես հայտնի խոսքն է ասում, այդ նպատակը հասնելու համար բնականաբար նաև այս տեսանկյունից որևէ բանի առաջ կանգ չի առնելու։ Շատ ակնհայտ է, որ այսօրվա առավոտյան այս իրադարձությունները եզակի չեն լինելու, ենթադրաբար քվեարկության մոտենալուն այդ տրամաբանության տակ բնականաբար սրանք շարունակվելու են։ Մենք ընդհանրապես խոսում ենք 1, 2, 3 դեպքից, բայց զուգահեռ անընդհատ այս 1 ժամվա ընթացքում լրահոսը ակտիվանում է եւ այդ ակտիվ լրահոսում բազմաթիվ մարդիկ կան, որոնք տարբեր պատճառաբանություններով ձերբակալում կամ կալանավորում են։ Ձերբակալություններին արձագանքել է նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա գնահատմամբ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացված գործողությունները քաղաքական շարժառիթ ունեն։ Իմ գործընկերոջ հետ զրույցում Մամիջանյանը հայտարարել է, որ բոլոր վերջին ձերբակալությունների հիմքում իշխանության քաղաքական հաշվարկներն են։ Ակնհայտ էր, որ հաշվի առնելով նաև Արմեն Աշոտյանի ակտիվությունը երեկ իր եւ Էդվարդ Շարմազանովի լայվը հերթական ջղաձգումների դրսևորումն է, բոլոր այն մարդկանց համար, որոնք քննարկում են, թե ինչպես Փաշինյանը կկազմակերպի ընտրությունները արդեն կեղծվում են։ Եթե հիմնական քաղաքական դերակատարներից բոլորին այս կամ այն կերպ փորձում են ազատությունից զրկել, խոչընդոտել, ինչի մասին կարող ենք խոսել, իսկ Աշոտյանը Արմենի պարագայում սա արդեն անձնական վենդետա է, հանրապետականի փոխնախագահ անց է կացրել գրեթե 2 տարի եւ անազատության մեջ, եւ տնային կալանքով, եւ ծանր սահմանափակումների տակ,
բնականաբար դա չէր կարող կոտրել Արմեն Աշոտյանին, ինքը շարունակում էր իր ակտիվ գործունեությունը, բայց ընդհուպ մինչև 3-4 գիշերվա իր եւ Շարմազանովի լայվի ընթացքում պարզ է որ այս ռեակցիան պիտի լինի Փաշինյանի մոտ, ուրիշ բան չկա։ Իսկ Արմեն Սահակյանի կալանավորումը ինչ մեղադրանք է առաջադրվել, սպասելի էր թե ոչ եւ այս տարիների ընթացքում դուք էլ նշեցիք, որ հաճախ ժամանակ առ ժամանակ նոր քրեական գործեր, նոր ձերբակալություններ ու կալանավորումներ, բայց կարծեք որևէ մեղադրանք չի ապացուցվել, հա։ Բոլոր այլախոհների նկատմամբ ներառյալ Արման Սահակյանին էլի հանրապետականներ կան այս օրերին որոնց քաշքշում են ձերբակալում եւ այլն բոլորի դրդապատճառը նույնն է Փաշինյանի վախերը, ուրիշ որևէ բացատրություն չկա, անդադար այդ գործերը, նրանք որոնք շատ շուտ են սկսել եւ հասնում են դատարան, քանդվում են տարբեր փուլերում, ել չեմ ասում, որ գործերի 90%-ի պարագայում մենք խոսում ենք նախադատական փուլում մարդկանց ազատությունից զրկելուց, այսինքն խափանման միջոցով որպես պատիժ կիրառելուց ու դա բոլոր միջազգային զեկույցներում առկա է։ Իսկ պարոն Աշոտյանի պարագայում եւս մեկ անգամ ասեմ, որ ԵԺԿ-ի հայտարարություն բանաձև կա ընդհանուր Հայաստանի քաղաքապետարների եւ մասնավորապես անվանական նշելով Արմեն Աշոտյանին։ Այդ այն կառույցն է, որը Եվրոպայում իշխանությունն է, երկրների մեծամասնությունում եւ Եվրոպական խորհրդարանում մեծամասնություն է կազմում եւ որը ձգտում է Փաշինյանի իրակուսակցությամբ անդամակցել ամեն ինչ անում է դրա համար, այսինքն ինքը ուզում է անդամակցի մի կառույց, որը ճանաչում է որ Հայաստանում կան քաղաքապետարներ, որը ճանաչում է որ Արմեն Աշոտյանը քաղաքապետար է։ Հասարակական տրամադրությունները չափել են նաև սոցիոլոգները։ Գելափի հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է նախընտրական հերթական հարցման արդյունքները։ Եվ եթե ընտրությունը կայանա առաջիկա կիրակի, ապա հարցվածների պատասխաններով քաղաքական ուժերը կստանային հետևյալ արդյունքները։ 32.4% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք նշել են 16.4%, Հայաստան կուսակցությունների դաշինք 15.2%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 8.8%, Միասնության թևեր կուսակցություն նշել է 6.2%։ Սա կուսակցությունները, որոնք ըստ մեր արձանագրած ցուցանիշների արդեն հիմա ըստ մեր ռեսպոնդենտների անցնելու են պարլամենտ, բայց մենք ունենք նաև դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 3.2% եւ Լուսավոր Հայաստան կուսակցություն 3.1%, այս երկու կուսակցությունները եւս ունեն պոտենցիալ անցնելու պարլամենտ։ Նոր ուժ ռեֆորմիստների կուսակցությունը նշել է 2.1%, բոլորին դեմ եմ ժողովրդական կուսակցություն նշել է 2%, Հանրապետություն կուսակցություն նշել է 1.5%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն նշել է 0.3%, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների կուսակցություն 0.2%, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 0.1%, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 0.1%, Քոչարի ազգային վերացում եւ ազգային զարթոն կուսակցություն 0.1%, Ազգային ժողովրդավարական բևեր համահայկական կուսակցություն 0.1% եւ հրաժարվել են պատասխանել այս հարցին 4.2% եւ դժվարացել են պատասխանել 2.1%։ Իշխանությունները փոխվում են, բայց նրանց թողած հետևանքները մնում են։ Յուրաքանչյուր նոր կառավարություն ստանձնում է ոչ միայն լիազորություններ, այլև իր նախորդի թողած խնդիրների բեռը։ Որքան մեծ են կուտակված ճգնաժամերը, այնքան նեղ է դառնում սխալվելու հնարավորությունը։ 8 տարվա իշխանությունից հետո արդեն կարելի է խոսել ոչ թե խոստումների, այլ արդյունքների լեզվով։ Եվ եթե վաղը Հայաստանում ձևավորվի նոր իշխանություն, ապա ինչ վիճակում է ստանալու երկիրը։ Որոնք են այն հարցերը, որոնք հնարավոր չի լինի շրջանցել կամ հետաձգել եւ որոնք առաջին իսկ օրից կհայտնվեն նոր կառավարության սեղանին։ Դիտենք ռեպորտաժը։ Ժառանգությունը սովորաբար լինում է սպասված ու ցանկալի, բայց ըստ որոշ կարծիքների Հայաստանում Նիկոլ Փաշինյանի փոխանցած իշխանությունը մաթեմատիկական բարդ հավասարում է լինելու հաջորդների համար։ Ինչ թղթապանակ է ժառանգելու հաջորդ իշխանությունը եւ որն է ըստ մասնագետների դառնալու հաջորդ իշխանության օրակարգը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մեզ շատ մեծ վտանգներ է սպասում ու ես ունեմ ներքին համոզմունք, որ մենք մեծ պատերազմի ենք հանդիպելու ու մեծ արհավիկներ են սպասում, որտեղ մենք ձեռք ենք բերելու անմիջապես երկու խոշորագույն թշնամիներ, դա Ռուսաստանն են եւ Պարսկաստանը։ Անվտանգություն։
2021-ից 26 թվականներին Ադրբեջանը Հայաստանի տարածքում վերահսկողություն է հաստատել մոտ 241 քառակուսի կիլոմետր տարածքի վրա, որը համարժեք է գրեթե Երևանի եւ Աբովյանի ընդհանուր մակերեսին։ Ջերմուկ, Վարդենի, Սոտք, Ներքինհանդ եւ այլ ուղություններով Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, խոսքը ավելի քան 20 հատվածի մասին է։ Ապագա իշխանության առաջին եւ ամենածանր ժառանգությունը հենց անվտանգային այս իրավիճակն է, որը ձևավորվել է 2021-ից 23 թվականների ռազմական էսկալացիայի հետևանքով եւ որի ամենաողբերգական հետևանքը Արցախի հայաթափումն էր։ Թղթապանակ 2. Արտաքին քաղաքականություն։ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը դարձել է իշխանության արտաքին քաղաքականության ամենախոր բախման կետերից մեկը։ 2021 եւ 22 թվականներին Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումների фоնին Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, сакայն արձագանք չստացավ։ Не можем сказать, что организация реагировала так, как ожидала Республика Армения. Դրանից հետո Հայաստանը աստիճանաբար սառեցրեց հարաբերությունները նախ ՀԱՊԿ-ի, ապա Ռուսաստանի հետ եւ սկսեց փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Այս գործընթացի հետևանքով ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ արտաքին քաղաքական հավասարակշռությունը խախտված է, իսկ երկրի անվտանգային խնդիրները չլուծված։ Թղթապանակ 3. Արցախ։ 2023-ին ավելի քան 100,000 արցախցի բռնի տեղահանվեց եւ տեղափոխվեց Հայաստան։ Նրանց զգալի մասը մինչեւ այսօր կանգնած է բնակարանային, սոցիալական եւ իրավական խնդիրների առջեւ, ներառյալ քաղաքացիության եւ ընտրական իրավունքի հարցերը։ Սակայն խնդիրը միայն սոցիալական չէ։ Գործող իշխանությունը խորացրել է բաժանարար գծերն ու հայաստանցի արցախցի տարանջատումը։ Այդ տատան! Ինչի՞ց կենթանի։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այո, պատասխանատվություն է անհրաժեշտ սահմանել ներազգային թշնամանքի, ներազգային ատելության քարոզի համար։ Հա, օրինակ նույն արցախցի, սյունեցի, սասունցի, մշեցի եւ այլն, այս հակադրության համար։ Թղթապանակ 4. Սոցիալական։ Սահմանամերձ համայնքներից բնակչության արտահոսքը շարունակվում է։ Վերջին տարիներին միայն Սյունիքի մարզը լքել է մոտ 20,000 մարդ, գյուղական համայնքներում դատարկման գործընթացը արագացել է։ Տեղացիներն իրենք են արձանագրում 8 տարի ղեկի նստած իշխանությունը, սակայն չնայած մեծ խոստումներին, այդպես էլ չկարողացավ գյուղում պահել սահմանը պահող գյուղացուն։ Ամենից ակնառու օրինակը դպրոցների փակումն է։ Օպտիմալացման ծրագրով, որոնք եւս լրացուցիչ խթան է գյուղը դատարկելու համար։ Սոցիալական վիճակը արտացոլվում է նաեւ ժողովրդագրական տվյալներում։ 2025 թվականին ծնելիությունը 2018-ի համեմատ նվազել է մոտ 12%-ով, մոտ 4,000-ով պակաս ծնունդներով։ Իհարկե ժառանգության է ստանալու անդիմությունների եթե տեղի ունենա իշխանապողություն, բայց ամենակարևորը հաշվարկված, մտածված, իրատեսական քաղաքականություն վարելն է, թե ներքին ոլորտում, թե արտաքին ասպարեզում։ Ժամանակը իհարկե մեր դեմ է աշխատում, բայց ես կարծում եմ, որ մենք փոքր երկիր ենք, աղանդաշատ ժողովուրդ ենք եւ համատեղ մենք կարողանանք շատ արագ լուծել եւ սոցիալական խնդիրները, եւ տնտեսական խնդիրները, եւ դերքին պարակտումները կվերացնենք եւ նաեւ կհաղթարենք դրժագույն արտաքին մարտահրավերները։ Թղթապանակները կարելի է երկար թերթել տնտեսությունից մինչև ներքին ու արտաքին անվտանգություն, առողջապահությունից մինչև մշակույթ, կրթություն եւ եկեղեցի։ Վերջին տարիներին խնդիրների շրջանակը ընդլայնվել է գրեթե բոլոր ուղղություններով։ Այս իշխանության օրոք փոխվել են նաեւ կրթական ու պատմական ընկալումները։ Հայոց պատմության դասընթացը վերանվանվել է Հայաստանի պատմություն։ Կրթական ծրագրերից դուրս է եկել հայոց եկեղեցու պատմություն առարկան, լարվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Այսօր եկեղեցին ենք անտարբերության մատներ շատերը մարդկանց դեպի հայրենիքը մարդը սոխով խորոված են ընդհանրեն ուզում ուտել ու դրանով երջանիկ լինել։ Մենք բարոյականության խնդիր ունենք։ Բարոյականությունը մի օրում չես կարող, ես սոխով խորոված մի կեր հայրենիքիդ համար պաշտպան կանգնեմ։ Ոչ։ Կամ նույնիսկ այդ թեզ ես 1000 որ դու պետք է զոհվես քո հայրենիքի համար, որպեսզի նշանակություն ունենա քո ապրած կյանքը։ Միևնույն ժամանակ հանրային ու քաղաքական դիսկուրսում խորացել են նաև այնպիսի բարդ թեմաներ, որոնք վերաբերում են ազգային հիշողության եւ պատմական ընկալումների վերաիմաստավորմանը, ներառյալ հայոց ցեղասպանության, բիբլիական Մասիսի եւ Արցախի հարցերի շուրջ ձևավորված խոսույթները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Վլադիմիր Զելենսկիի վարվելակերպը բարելավելու աշխատանքի համար, նշելով, որ դեռ անելիք կա։ Պուտինի պնդմամբ Զելենսկին վերջերս խնդրել է երկկողմ հանդիպում կազմակերպել ռուս գործարարի միջոցով։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ երբեք չի հրաժարվել Զելենսկիի այդ հանդիպումից, նշելով, սակայն, որ այս պահին դրա իմաստը չի տեսնում։ Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է նոր համաեվրոպական պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կներառի Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Թուրքիան եւ Ուկրաինան։ Ըստ նրա, ԵՄ27 անդամ պետությունները պետք է դաշինք կազմեն ԵՄ անդամ չհանդիսացող 13 այլ նմանատիպ մտածողությամբ եվրոպական պետությունների հետ։ Այս գաղափարի իրականացումն էականորեն կփոխի Եվրոպայի հավաքական պաշտպանության կազմակերպումը, ստեղծելով ԵՄ-ի գլխավորած նոր կառույց ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի ներկայիս համակարգի կողքին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով եւ եթերում կլինենք կեսգիշերին։ Կհանդիպենք։